Սերմնա եղուկը ոչ լիարժեք է եղել։ Հասկանում ես, այսօր հիվանդ սերունդ են, ուղեղը թափած հիվանդ սերունդ է։ Նա որից քունվելը համարում է աստվածաբարու գործ։ Ասենք այդպես գյոթ ու բոզը լցված են ռույլների վրա։ Պետք է գոնե տարիքային ունենց բան սահմանապ, ասենք 30 տարին լրացածին նոր վարորդական իրավունք տա աղբեր։ Որտեղ 28-ը հələ բոզի տղա, նա հələ չկա, չի կայունացել։ Այդ սերմնա հեղուկը կայացած չի դեռ։ Այսպես պետք է տարբեր բաներ լինի։ Հասկանում եք, եթե չելավ, չկա, պետություն չկա։ Եվ դաժե ոստիկանությունում աշխատող ոստիկանը, եթե նա մեքենա է քշում, վարորդա, նա պետք է 30 տարին լրացած լինի։ Նույնիսկ են շտաբօգնության վարորդը, որովհետև տարիքը շնորհ է ավելացնում։ Այդ մարդը քշել է, գիտի, լավը, վատը, տորմուզը, գազը, բուցուկալիր լցե այդ ռուլի վրա։ Բուցուկալիր խառը լցված, եթե չի կարելի արա։ 18 տարեկան պուծը հասկացանք 16-ից յոխվե ծծե նե փող անգե ձերը ավտոյ առնում է հետո արա։ Մեքենա դու գիտեք ինչ մահաբեր բան արա դա։ Մարդիկ են, երեխաներ են, իր ծնողի հետ մի տեղ այդում վտանգված արա լրիվ։ Լրիվ վտանգված է ժողովուրդ ջան։ Եվ ներողություն փոխադարձ ընդունելի կարող է։ Դրա համար դա միակ երկը հետ է։ Պետք է Նիկոլաս դնի ու մամաներին քունի։ Արտաքին օգնության ուղղված $215 միլիոն առողջության 139 դրամաշնորհները պետքարտուղար Մարկո Ռուբիոն անարժեք է որակել եւ վերանայման պայման։ Դավ 7 կլիրս կողմերը ծծի։ Մամայիդ բգի մեջ խրեմ։ Ժոր շատ գրազներ ես չեմ տենում։ Դրա համար բան էլի ասենք կարծես վրիպումներ անում չեմ կարդում էլի ուղղակի չաթը։ Քունեմ ստրանց մամային։ Մի խոսքով էնի։ Ուզում եմ ասեմ իմ կլիրը դուք ծծեք, դուք պետք է հասկանաք, որ այս մարդը այսքան դուխով ծծցնում է, այս մարդուն դու բացառում եք արա, դուք իրոք անասուն եք, այս մարդուն ածնել անա Իրանք սա նայում են, ու իրանք հասկանալով ինձ ձեր չեն տալի, որովհետև իրանք գիտեն, որ ես ճիշտ եմ։ Հիմա եթե ածնք ասի աղբեր խես դու ինձ ծծցնում, ես իրանք բացադրեմ։ Միակ այդ բանը հերիկա, որ ես դուժող կողմ եմ 10 ամիս, նրանք չեն կարում մի պետությունում ավտո վարող գտնեն։ Քանի չեն գտե իմ կլիրը պետք է ծծեն այդ պատկան մարմինները։ Այ որորը գտնեն, ասեն տես, գտել ենք դե կզի հարկա հիմա, կզի քունելու են կեզ, կասեմ բայ աղբեր արա, արա կներեք մերնեմ ձեր, իզվինի արա, կներեք արա, արա կակ եմ կերը, սպասեք լայվ անեմ, ժողորդից բացադրեմ, ժողորդ ջան, բանից պարզվել է, այդ կարուսները կան, Էշի մեղե չեմ ասկաց է տես, ենա բրնել են մամային կունում են։ Սա է ճիշտը։ Քանի դեր դա իրանք չեն անի իմ կլիրը իրանք պետք է ծծեն ընտանիոք։ Որովհետև մի ճիշտը իմ կողմն է։ 10 ամիս Նիկոլա աշխատավարձա տվեց գանդոններին։ Դրանք ոչ մի գործ չեն արել։ Թող ապացուցեն, որ արել են։ Չթող ապացուցեն ապեր բերեն դնեն դեմս։ Ստեն քննարկում ես ավարը, վարողներն իա աշոտ, նաբան, խի քունեմ քննիչի ընտանիքը, քննիչը այդքանը չի հասկնում, չի կարում հասկնա աշոտն ավարը, թե արմինկանու քսուվը։ Ուրեմն ես քննիչին դեռ այնքան եմ ծծցնելու, քանի դեռ ես ինքը չի բերը ապացուցե քդնի,
Ես massական ներողություն խնդրեմ։ Ու ժողովրդին բացատրեմ, ասեմ մերնեմ ձեր ջանին, ես սխալ եմ եղել։ Բանից պարզվել է ունեցել ենք, այդ մարդիկ քրտնաջան աշխատել են։ Այս 10 ամիսը 10 տարին ասնի, Աստված ինձ առողջություն տա։ Ես դրանց մորը 10 տարի քունելու եմ։ Քանի դեռ այդ գործը չի բացահայտվել։ Տես այս բոզի տղա Արարատը, բոզի տղա Ավինյանը, տես աղին կարամ քունեմ ես։ Այդ դեպուտատ գանդոնները, որտեղ իրանք պետք է նամուս ունենային, ասեն խապովին քունեմ, արա բերեք 2-3 հազար դրամա, 5 հազարը հավաքենք, արա տանք, բերանը թող պահի էլի, $10,000 ինձ պետք է փող տան իրանք, 5,000 իմ ավտոն է, 5,000-ն էլ հենց իմանանք ես իմ տուժած, որ 10 ամիս է ես ավտոյով տեղ չեմ գնացել, էլ հələ չեմ ասում բարոյական կողմը, որ դա անգնահատելի է, դրան փողով չես կարա, թող անեն, ծծնեմ այդ դեպուտատներին, այդ $100 դրանց համար թիվ է ժողովուրդ, չէ 30,000 դրամը Սեյրան Օհանյանը վայ, վայ Սեյրան չի ճանարակավ սոված մերնես արծվիկ, թող ավակեն, բայց ստե հարցն չի դեպուտատը թող ծծնի ներքին գործերին, ասի մամաներիդ քունեմ, դա ձեր գործառույթն է, չեք արի աշխատավարձներից պահեք, ինչքան ոստիկան կա, 50,000 ոստիկան կարա, անենք դու հասկնում եք էդ ինչ թիվ է, ամեն մեկից 100 դրամ աշխատավարձից պահեն կամ փակվեն, ես ու իրանցից ողորմություն չեմ ուզում, էդ իրանց դաշտն է, եթե իրանք չեն կարում բացահայտեն, իմ վնասը փոխհատուց, իրանք պետք է անեն, որտև իրանք կարգված են այդ դրա համար, որտև դա իրանց աշխատանքն է, եթե իրանք աշխատանքը իրանք չեն կատարել, իմ կլիրը ծծեն, իրանց գրպանին պետք է կմնի Նիկոլը, Պատգամավորից մինչև բարձր էշելոններ նրանք օր գիշեր հիմա էլ Արևմտյան Ադրբեջան են տնկահարում, Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղղություններով, Հայաստանի տարածքը Արևմտյան